Այսօր կոմպոզիտոր Արագ Գևորգյանը հրավիրել էր Մամլո ասուլիս, որտեղ նա պատմեց իր նոր ծրագրերի և համագործակցությունների մասին։ Կոմպոզիտորը գոհունակությամբ հիշեց անցած տարվա կատարած աշխատանքները, մասնավորապես Բուենոս Այրեսում տեղի ունեցած համերգը և հայկական մշակույթի տարածման ասպարեզում գրանցված առաջընթացը։ Բավական շատ տպավորված ենք Արգենտինա, Ուրուգվայ, Բրազիլիա այդ շրջագայությունից, որը անցավ հիանալի։ Տեղի էր ունենում հայկական մշակույթային քարոզ։ Իսկ այս տարի Արագ Գևորգյանը պատրաստել է նոր ստեղծագործություն խաղաղության թեմայով՝ «Սիրենք զմիյանս» վերնագրով։ Երգի նպատակը խաղաղության քարոզումն է ամբողջ աշխարհում։ Այն կատարելու են տարբեր ազգերի մոտ 10 ներկայացուցիչներ։ Շարունակվում է այն նախագիծը, որը խաղաղության թեման է։ Գրել եմ մի երգ, որը կոչվում է «Սիրեցեք զմիմյանս», եւ այդ երգը պիտի կատարեն աշխարհի ամենալավագույն երգիչները, ամեն մեկը իր լեզվով, եւ պիտի նկարահանվեն ամեն մեկը իր երկրում, հնդիկը Թաջ Մահալի առջև, ասենք արաբը բուրգերի առջև, չինացին չինական պատի վրա եւ վերջապես բոլորը պիտի Երանի գան Հայաստան եւ միասին երգի վերջաբանը հայերեն է։ Արագ Գևորգյանը հույս հայտնեց, որ եթե արտաքին գործերի նախարարությունն իրեն աջակցի երգիչների հետ կապ հաստատելու եւ պայմանավորվելու գործում, ապա արդեն 2 ամսում այս նախագիծը պատրաստ կլինի։ Երգիչները նաեւ կունենան «Սիրենք զմիյանս» երգը ամբողջությամբ կատարելու եւ տարածելու հնարավորություն։ Մի քանի օրից կձայնագրվենք արդեն Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Էդվարդ Թոփչյանի հետ մենք ունենք այդ պայմանավորվածությունը։ Նաև նոր համագործակցություն է սպասվում աշխարհահռչակ Deep Purple խմբի երգիչ Յան Գիլանի հետ։ Արագ Գևորգյանը Յան Գիլանի Holy Water երգին պետք է տա հայերեն ուղղվածություն։ Նրանք առաջին անգամ հանդիպել են 1989 թվականին եւ երկար տարիներ անց նորից միասին համագործակցում են։ 89 թվականին Յան Գիլանի հետ ես առիթ ունեցա բեմահարթակում լինել եւ նվագել նրա հետ, նրա համերգի ժամանակ։ Իդեպ այդ տեսանյութերը կա։ Անց 20 տարի անց նա մի խոսքով հանդիպեցի նորից նրան, հիշեցինք իրար եւ նա մի հետաքրքիր առաջարկ արեց ինձ, որի համար շատ ուրախացա, որ իր կողմից գրված Holy Water երգը ես այդ երգին տամ հայկական թեքում։ Վերջում Արագ Գևորգյանը հանդես եկավ խնդրանքով։ Նա կոչ արեց իշխանություններին, որպեսզի հայաստանյան բուհերում ժողգործիկներ մասնագիտությունների համար դիմողներն ունենան արտոնություններ եւ սովորեն անվճար հիմունքներով, քանի որ այդ բաժիններ դիմողների թիվը խիստ կրճատվել է։ Քրիստինե Փանոսյան, Աշոտ Մնոյան, Slack AM։